Դուրգարյան, մենք ուղիղ եթերում ենք, կամ ենք քայլել, որ չխանգարենք քայլոնին։ Դուք դեկտեմբերի 18-ին ըստ տարածված տեսագրության բարձրացել էիք Մայրաթոռում շիրիմի վրա եւ ցուցարարներին ուղղորդում էիք մայր տաճար մտնել։ Ոչ մեկի չեմ ուղղորդել։ Բայց ասած որ անում էիք, դա ինչ է։ Ոստիկաններին ասում է լիքը մարդ ներքևը գետնին ուշքերը գնում են, բոլորը ճզմվում են, այդքան բան։ Իսկ շիրիմի վրա ինչ էիք բարձրացել, պարոն Դուրգարյան, հետո պարզվեց կաթողիկոսի շիրիմ է։ Մի վարքյան։ Պատասխանն եք փնտրում։ Չէ։ Տեսանյութ եմ ուղղակի ուզում ցույցամ։ Հա, դուք այս սրանով ինչ եք ուզում։ Ես չկամ, բայց եկեղեցիականն է շիրիմի վրա կանգնած։ Իսկ դուք ինչու էիք կանգնել։ Եկեղեցականը գուցե իր մասով պարզաբանում տա։ Ճիշտ է որ ասեմ, ես չգիտեի, որ այդտեղ շիրիմ կա եւ ամբողջ որ դուք նայեք, այդ ամբողջ տարածքը շիրիմ է եւ ամբողջ ժողովուրդը շիրիմի վրա է։ Եվ ասում են դուք արվեստի ոլորտի մարդ, օպերայի փոխտնօրեն, հա։ Ես փոխտնօրեն չեմ օպերայի։ Սխալ է։ Բայց ինչու են այդպես ներկայացնում։ Չգիտեմ։ Դա տենց է պետք երևի որ ներկայացնում։ Իսկ դուք կհստակեցնեք ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Ես տնօրենի օգնականն եմ։ Տնօրենն էլ ձեր ազգականն է։ Կարա լինի, իմ ազգականն է, ես 24 ժամ եմ իր կողքը։ Պարզապես դա խնամի ծանոթ բարեկամ սկզբում չէ, որ իմ Փաշինյանը դեմ էր։ Գնացին, Արեգ ջան, լավ։